Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր հուզումով մեկտեղված նշում ենք մայիսի 9-ը, որը մեզ համար կրկնակի հաղթանակի օր է, բայց այդ օրվա մեջ յուրովի խորուրդ կա ամփոփված, քանզի 1500 տարի հետո հայ ժողովուրդը կրկին մահ իմացյալ անմահություն իր զավակներին առաջնորդեց դեպի Արցախ, որպիսի ոսոխի չարանենք գաղափարներին, ոչ ասելով, նույնիսկ որպես սերմեր իրենց անձը նահատակելով սրբազան հայոց հողում, կանգնեցնեն ամեն մեկ ոսող թշնամու նենք հարցակում մեր սրբազան հողի վրա, այսօր ցավում ենք, որ նրանք չկան, բայց նրանք դարձել են անկակտելիությունը հավիտենականության, որովհետև մահ իմացյալ անմահությունը դարձրեց նրանց մարտիրոսներ, դարձրեց նրանց վկաները, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին իբրև միմինոր վարդաններ, որովհետև նրանց համար հայրենիքի գաղափարը ավելի վեհ և նվիրական, քան իրենց կյանքը, խոնարհվում ենք նրանց առաջ, որովհետև նրանց 18-19-ամյա կերպարի մեջ վերհարավ մեկ գաղափար, հայը երբեք նահանջել չգիտի, հայը երբեք ստրկամտանալ չգիտի, նրա համար ամենից վերը իր ազգի և հայրենիքի շահն է, ահա այս օրը նվիրված է մեր բոլոր այն տղաներին, որոնք ապրիլյան մի քանի օրում զոհվեցին, բայց չմահացան ապացուցելով, որ ոչ ոք կարող է հայ ժողովրդի ոգին ընկճել, քանի ունենք մենք նրանց նման սասունցի Դավիթներ։ 10 տարի առաջ նկարահանվեց Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը «Մի վախեցիր»։ Հերոսի դերը վստահեցին ինձ, ջահել ու անփորձ տղայի։ Այն ժամանակ ես 20 տարեկան եմ եւ պիտի կերտեի հայրենիք պաշտպանող իմ հերոս հայրերի ու ավակ եղբայրների կերպարը։ Այն ժամանակ ինչ իմանայի, որ երբևէ պիտի կանգնեմ այստեղ ու խոսեմ նոր հերոսների մասին, որոնցից ոմանք ցավոք նույնպես ընկան։ Նրանք այն ժամանակ դպրոցական տղաներ էին եւ վազվզում էին բակերում, իսկ այսօր անմահացել են որպես իսկական հերոսներ։ Ճիշտն ասած, հիմա այստեղ կանգնած չգիտեմ ինչ ասեմ, ինչ բառերով արտահայտեմ իմ ցավն ու հպարտությունը ձեզանով տղերք, իմ 18-ից 20 տարեկան եղբայրներ, ինչպես մեղմեմ ձեր մայրերի վիշտը, ինչպես սրբեմ նրանց արցունքները, մեր բոլորի արցունքները։ Սիրելի հայրենակիցներ, բայց հիշենք, որ մենք դարձյալ հաղթեցինք, ինչպես 22 տարի առաջ այս անգամ էլ հաղթեց հերոս զինվորը, հաղթեց մեր բանիմաց ու անվեհեր սպան, հաղթեց հայ մայրը, որ այդպիսի առյուծներ էր ծնել։ Հաղթեց մեր ժողովուրդը եւ վերջապես հաղթեց համայն հայությունը, որ մի մեծ իրական բռունցք դարձավ եւ մեկ մարդու պես կանգնեց հայրենիքի կողքին։ Ուրեմն այսօր մենք հավաքվել ենք ոչ թե տխրելու, այլ շարունակելու մեր հաղթանակները հաղթական երգերով։ Եվ այսպես իլուր աշխարհի, իլուր հայոց անպարտ բանակի եւ իլուր պարտված թռչնամու, իլուր մեր ընկած հերոսների եւ այսօր էլ դիրքերում կանգնած քաջերի Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության եթերում դարձյալ երգերքոցն է ավանդական դարձած մայիսյան եռատոնի հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի Շուշիի փառապանծ ազատագրման եւ Արցախի հաղթական բանակի ստեղծման առիթով եւ հաղթական երգերով։ Եռագույն հեղինակ Արթուր Գասպարյան երգում է Ռազմիկ Ամյանը, այս երգը հնչում է հայոց հաղթական բանակի պատվին։ Պահպանիչ և հույս հավատացելով Քրիստոս Աստված մեր, պահիր պահպանիրս Հայաստան աշխարհս, քեզ հավատացող և քեզ հուսացող հայ ժողովուրդս, անթովանյա սուրբ և պատվական խաչի ոտքով իշխաղության, հրկյա, հերևելի և աներևույն թշնամույն, արժանավորյա գույթյան փառավորել, հսկես, ընթոր և ընծրկող քույն, այժմ և միշտ և հավիտյանս, հավիտենից ամեն։ Պատմությունը բազմաչարչար, հերոսներդ վեհու արդար, գերդացում ես հազար տաճար, ուրիշելով ունի բերպար։ Պատմությունը բազմաչարչար, հերոսներդ վեհու արդար, գերդացում ես
Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի մամլոք հարտուղար Արծրուն Հովանեսյան։ Դուք հիշեցիք այն ֆիլմը, որը առաջինը մարմնավորել եք հերոսի կերպար Արցախյան պատերազմի։ Ես պիտի ասեմ, որ դեռ լինելով զորքերում հրամանատար, շատ լավ հիշում եմ, որ մեր զինվորները անհամբեր սպասելով, որ երբ նման մի ֆիլմ ստեղծվի Արցախյան պատերազմի մասին, ինչ ոգևորությամբ էինք դիտում այդ ֆիլմը։ Ես կուզեմ, որ մենք բոլորս մեր հերոսներին հիշենք, մեր հերոսների մասին շատ խոսենք։ Հայ ժողովուրդը կրկին անգամ ապացուցեց, որ ինքը հերոսներ ծնող ժողովուրդ է, եւ մենք ինքներս երբեմն սխալվում էինք, երբ համարում էինք, որ մեր երիտասարդությունը ինչ որ առումով զիջում է Արցախյան պատերազմի սերունդին։ Եվ այս անգամ նրանք ապացուցեցին, որ ոչ մի բանով ոչ միայն չեն զիջում, այլ նաեւ արժանի հետևորդներն են այն հերոսների, եւ դա երբեք այդ գիծը հազարամյակների ընթացքում չի ընդհատվել։ Ես կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին այս հաղթանակների կապակցությամբ, այս հաղթանակներով է, որ մեր հայրենիքը ուժեղանում, զորեղանում է եւ մեր զավակները, որ հաջորդ ցերունդ պիտի լինեն հայրենիքը պաշտպանելու, վստահ եմ ձեր այս հաղորդումների, այս երկի միջոցով, հայոց երկի, հայոց մշակույթի միջոցով նորից ու նորից լինել է արժանի հետևորդը։ Ժամանակին զորավարները խմում էին ուսուցիչների կենացը, որոնք կերտում են հաղթողներին, զորավարներին։ Ես ուզում եմ, որ մենք հիշենք, որ ուսուցիչների հետ միասին ուսուցանում են նաև մշակույթը, հայոց երգը։ Շնորհակալություն։ Մեկ ամիս առաջ Արցախը երկրորդ անգամ դարձել էր ամեն հայի եւ համայն հայության փոխադարձ սիրո եւ ոգեղեն պորտկման սկանչելի ակունքը։ Արցախում բոլոր հայերը եղբայրանում են, բոլորի սիրտն այստեղ խփում է մեկ զարկով։ Արցախն ապաշխարելու եւ մաքրագործելու սրբազան ասպարեզը, ազգային առաքինության փորձաքար, հզորացման ուղենիշ։ Աչքի լույսի պես պահենք Արցախը, բոլորիս Արցախը։ Այժմ իր հայրենի Արցախի հորովելն է երգելու Վարդան Բադալյանը։ Ղարաբաղի հորովել խոսք եւ երաժշտություն Գուրգեն Գաբրիելյանի։ Երգը հնչում է Արցախի պաշտպանության բանակի եւ Շուշին ազատագրած հերոսների պատվին։ Իրիկնակը դուսայեկա Տանս երան լուսայեկա Սորմին կոնեք վերվարանի Գիդա սրտես հուսայեկա Derde sırten tenakale Ethi buradan boy kşetser Derde sırtan tenkşetser Hora ho apanmada Abundalum kuçi
գլխտակես պերցը դուվս այսքան զուլում դարդին մաչին դելվես կաղնած կերծը դուվս հորահո ապան մատաղ ապուն դալուն կուչիր հոդա հորահո Գեներալ-մայոր Արթուր Սիմոնյան։ Հարգելի հայրենակիցներ, ողջունում եւ շնորհավորում եմ բոլորիս մեր հաղթանակի կապակցությամբ եւ երկու խոսք թույլ կտակ արտահայտվելու այս առիթով։ Հերոստատեսությամբ հաղորդումներ էին լինում եւ ռուսական հերոստաալիքներից մեկում ցույց տվեցին, այսպես էկրանը կիսված երկու մասի, մի մասը Ադրբեջանում ինչ էր կատարվում ու Հայաստանում կադրը այսպիսին էր, Ադրբեջանում խոճապ, փախուստ, իսկ Հայաստանում ցույց տվեցին զինկոմիսարիատի հերթերը։ Եվ մի երիտասարդի ռուս լրագրողը հարցրեց, ինչի եք հերթ կանգնել, ասաց եկել եմ կամավոր զինվորագրվելու, հարցեց ինչի համար, ասաց գիտեք ինչ կա, Ղարաբաղը ադրբեջանցիների համար մի հատ հողակտոր է, ինչ որ մի տարածք է, բայց իմ համար հայրենիք է։ Ու գիտեք, այնքան դուրս եկավ այդ տղայի ասածը եւ զգացի, որ 90-ականներից հետո կամավորական շարժումը չի հանգել, ուղղակի հանգստացել է եւ եթե պատերազմը մի քիչ ավելի երկար էր, այդ կամավորական շարժումը երևի ավելի ուժեղ կլիներ, քան 90-ական թվականներին։ Հերթական անգամ մեր զինված ուժերը ցույց տվեցին, որ կռվել կարող են, չեն վախենում թշնամուց եւ հայր կոմիտասը ոնց ասաց, չենք նահանջելու։ Սաղ աշխարհին ցույց տվեցինք, որ մինչև վերջ կռվելու ենք, որովհետև մեր հայրենիքի համար ենք կռվում։ Ոչ թե ինչ որ մեկի հողակտորի, այլ մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի համար ենք կռվում։ Եվ 18 տարեկան մեր երեխաների հերոսություններից ենք խոսում ու դուք նոր ներկայացրեցիք, հիշեցիք նռնական նետով ուղղաթիռ խոցելուն։ Ես ձեզ ասեմ, որ 93 թվականին այդ նույն ուղղությամբ, նույն տարածքներում եւս այդպիսի մի դեպք եղավ, բայց այն ժամանակ այդքան ուժեղ չէր լուսաբանվում ռազմական գործողությունները։ Մեր երեխաներից մեկը 18 տարեկան նորից ՀՄՄ1-ից ուղղաթիռ խոցեց։ ՀՄՄ1-ը բոլորը գիտեն, մանավանդ զինվորականները, որ չի ստեղծված օդային նշանակետեր խոցելու, բայց եւս հրաշք տեղի ունեցավ ու ինքը այդ կատարեց։ Ընդհանրապես ես կարծում եմ, որ արտառոց ոչ մի բան չի եղել։ Ուղղակի մեր զինվորները, սպաները իրանց ծառայողական պարտքն են կատարել։ Մարտական առաջադրանքն են կատարել, անառիկ պահել մեր սահմանները։ Նույնը արեցին 90-ականներին մեր 18 տարեկան տղաները եւս։ Եվ ես կարող եմ ասել, որ այդ ժամանակվա զինվորներից այսօր իմ ենթակայության տակ ծառայող զինվորներից 3-4 հոգի արդեն գնդապետներ են ու բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում, գնդի հրամանատարներ են, փոխգնդապետ կա, լուրջ պաշտոն է զբաղեցնում, որ 18 տարեկան հասակում մարտական խաչ ստացավ։ Եվ ես շատ կուզեի, որ այսօրվա մեր հերոս պատանիները, որ պատի պես կանգնեցին թշնամու առաջ ու չթողեցին անցնել, որ իրանք մնան բանակում, շարունակեն զինվորական մասնագիտություն ձեռք բերեն, սպա դառնան
եւ կռվի փորձ ունեցող մարդիկ ծառայություն տանեն ու հաջորդ սերունդներին իրանց փորձը փոխացեն։ Փառք մեր զինվորներին։ Բարեկամներ, մեզ բոլորիս ցնցեց Եզդի ժողովրդի քաջ զավակ 20-ամյա Քարամ Սլոյանի հերոսական մահը։ Նա Արագածոտնի մարզից էր, Արտաշավան գյուղից։ 7 հոգով դիմակայել էին 200 հոգու, իսկ թշնամու տանկերը տեսնելով, որ չեն անցնում, շրջվել են ու հեռացել։ Մարտի թեժ պահին Քարամը չի կատարել հրամանատարի հրամանը, մնացել է նրա հետ ու զոհվել։ Այդ դիմակայության շնորհիվ օգնական ուժերի աջակցությամբ մերոնք ջարդուփշուր են արել թշնամուն։ Այժմ մեզ հետ Գոհար Հովհաննիսյանն է, Մայրամուտ, հեղինակ Աշուղ Գևորգ, երգը հնչում է Եզդի ժողովրդի եւ նրա երիտասարդ հերոսի պատվին։
ծնվի վրեժ Գնդապետ Արթուր Ալեքսանյան։ Ուզում եմ մեր ամբողջ հայությանը շնորհավորել մեր հաղթանակների տոնի արդիվ կրկնակի ասենք ճիշտ կլինի, երրակի ասենք էլի ճիշտ կլինի, քառակի ասենք էլի ճիշտ կլինի, եկեք միանգամից ասենք բազմակի տոնի կապակցությամբ շնորհավորում եմ իմ հայ ազգին եւ ուզում եմ իմ մտորումների մասին ասեմ, ամեն անգամ այս օրերին ես բերկրանք եմ ապրում, հաղթանակի բերկրանք եմ ապրում, այն բերկրանքի մի մասը, այսպես կարող եմ ասեմ, որ ես ապրել եմ Շուշիի ազատագրումից հետո։ Մի փոքր համեստ մասնակցություն նաև ես ունեմ ու ինքը այդ բերկրանքը գալիս է իմ մոտ։ Եվ միայն այս տոների ընթացքում չի, որ այդ բերկրանքը ես զգում եմ, մեր նոր սերունդը ապացուցել է ապրիլյան քառօրյա ռազմագործողությունների ընթացքում, ապացուցել է, որ սերունդների օրգանական կապը շարունակում է, որ հայրենասիրությունը դա հավերժ հասկացություն է մեր ժողովրդի համար։ Ինչպես Անահիտ Սահինյանն էր մի ժամանակ նշել իր հոդվածներից մեկում, հայը որ ծայրում աշխարհի ուզմածնուի, որ շրջանում ուզմածնուի, որ ժամանակի, որ պահին ուզմածնուի, հայրենասիրությունը նստած է իր գեների մեջ։ Մնում է ուղղակի ուղղորդել այդ հայրենասիրությունը։ Այս երիտասարդությունը, այս սքանչելի երիտասարդությունը, ես այդ բերկրանքը նույնպես ապրում եմ այդ կապակցությամբ, որ իրենց ուղղորդելու կարիքը նույնիսկ չի զգացվել։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ուղղորդելու կարիքը չի զգացվել։ Ամեն սերունդ ունի իր թերություններն էլ, իր առավելություններն էլ, բայց այս սերունդը ես չեմ զարմանում, որ այսպիսի սերունդ է, որովհետև նորից եմ ասում, հայրենասիրությունը մեր գեների մեջ նստած է։ Ինչպես մեր ոխերի հարևանների մեջ նստած է վայրենությունը, չես կարող փոխել։ Թուրքը աշխարհում ամեն ինչ փոխվում է դեպի դրականը, բացի Թուրքից։ Իրանք անընդհատ ապացուցում են, որ իրանք այդ վիճակում են վայրենության շեմից չեն անցել թիզ անգամ, իսկ մեր տղաները, մեր սերունդները ամեն անգամ ապացուցում են, որ հայրենասիրությունը մեզ համար, նորից եմ ասում, հավերժ հասկացություն է եւ ոչ մի այլ ժողովուրդ երևս մեզ այդ տեսակետից չի կարող մրցել։ Ես ուզում եմ ասեմ հավերժ փառք մեր նորօրյա եւ հնորյա մեր նահատակներին, սուրբ նահատակներին։ Հավերժ փառք իրանց։ Մայիսյան եռատոնի մեծ ու նշանակալի իրադարձություն է հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը։ Իսկ գիտեք ով է եղել հայ առաջին զինվորականը, որն առաջինն է արժանացել սովետական միության հերոսի կոչմանը։ Այդ մարդը Լազար Չապչախովն էր, հյուսիս-արևմտյան ռազմաճակատի 38-րդ կործանիչ ավիագնդի էսկադրիլիայի խիզախ օդաչուն։ Նա միաժամանակ աջակցում էր հայկական դիվիզիաներին, որոնք կազմավորվեցին պատերազմի հենց առաջին օրերից։ Ինչ հպարտությամբ կլցվեին հայրենականի հերոսների սրտերը, եթե մի հրաշքով տեսնեին, թե մեր օրերում ինչ սխրանքներ են գործում նրանց ջահել հետնորդները, մեր զինվորները։ Մարտիկի երգը, խոսք Գեգամ Սարյանի, երաժշտությունը Աշոտ Սաթյանի, երգում է Քրիստինե Պեպելյանը։ Երգը հնչում է հայրենական մեծ պատերազմում ընկած բոլոր մեր մարտիկների հիշատակին։ Տեսնեի այն արու
Զինվորի տատիկ Կատյա Հայրապետյան։ Ես այսօր շատ հուզված եմ, որը երգել է իմ տղան բանագից հեռախոսով, երգել է մի երկու բառ, ու ասել տատի ջան, սպասի, գալիս եմ, և դեռ ես սպասում եմ իմ բալին, ես հպարտ եմ, որտև ինքը սովորել է շատ գերազանցիկ, եղել է գերազանցիկ և հարգված ռայոնում, Արագածուտնի ռայոնում հարգված երիտասարդ։ Նույնը եղել է բանակում, և հերոսացված եկել է։ Չեմ ասում ինչ է կատարել, բայց հերոսացված եկել է։ Ես այնքան ուրախ եմ, որ ինքը միշտ ցանկացել է, որ ես բարձունքում լինեմ։ Եվ այսօր ես շատ հպարտ եմ, երբ որ ես ձեր կողքին եմ, որ դուք իմ կողքին եք, բոլորը, լինի կառավարությունից, լինի արտիստներից, բոլորից ես շնորհակալություն եմ հայտնում։ Այնքան ասելիք ունեմ իմ տղայից, բայց չեմ ասի այսօր ուզում եմ ուրախանաք բոլորդ, ես էլ ձեր հետ միասին։ Այսօր իմ տղան տեսնում է ինձ, ես գիտեմ ինքը իմ հետ քայլում է, ինքը իմ հետ խոսում է, ինքը այսօր կուրախանա, որ իր տատիկը, այն ցանկությունը, որ ինքը ուներ, որ տատի ջան, ես քո համար մի հատ բազկաթոռ եմ սարքելու, 7 թոռիցը մենակ ես եմ քեզ պահելու, հիմի այդ բազկաթոռն է, որ ես ձեր կողքին նստած եմ, շնորհակալություն բոլորիցդ։ Եվ ցանկանում եմ բոլոր ծնողներին խաղաղություն տեսնեն իրանց սրտի մեջ, երջանկություն տեսնեն իրանց սրտի մեջ, մայրերը, նաև հայրերը։ Բոլորին ուրախություն եմ ցանկանում, ոչ մի մայր թող չտեսնի արցունք, այս արցունքը, որ ես ունեմ, չեմ ցանկանում եմ բոլորին խաղաղություն, երջանկություն, իսկ մայրերին խաղաղ արցունք երջանկության։ 1992-ին պատերազմը դուրս եկավ դասագրքերի էջերից ու մտավ մեր տուն։ Յուրաքանչյուրիս տուն։ Այդ օրերին ցուրտ էր եւ մութ։ Տաք էր միայն զենք վերցրած տղաների սիրտը։ Բախվեցինք մի վիթխարի ուժի։ Քիչ բան կար։ Զենքը հայթայթվում էր, արգրավում հակառակորդից։ Եղածն էլ քիչ էր ու քիչ։ Հենց մարտի դաշտում էր կամավորական ջոկատը զորքի վերածվում, իսկ երկրապահ խիզախ տղան զինվորի։ Բանակն էլ այդպես ձևավորվեց, եւ ձևավորեց մեր սպարապետը, Վազգեն Սարգսյանը։ Մերոնք կռվում էին եւ հնդածս սովորում կռվելու արվեստը։ Ընկան առաջին հերոսները։ Ջահել մարդիկ տեսան ինչ է նշանակում ընկերոջը հողին հանձնել, մարտի դաշտից դուրս բերել, մինչև վերջին փամփուշտը կռվել։ Տղամարդկանցից ամենակաջերը գնում էին Արցախ եւ մաքրվում կենցաղի փոքր ու դատարկ մտքերից։ Այդ մարդիկ լավ գիտեին, որ Արցախի հողն ընդարձակվել էր, դարձել մի մեծ աշխարհի չափ,
որտեղ վճռվում էր չարի եւ բարու հավերժական մրցավեճի բախտը։ Հոխորտացող թշնամու զենքն էր միայն կրակում։ Ինքը գրոհում էր, ապա զարնվելով ահռելի դիմադրության սպանվում, փախչում, ճողոպրում, ապա ապաշնոր հրամանատարների եւ երկրի առաջնորդների շուրթերով նորից հոխորտում, նորից նահանջում եւ ավելի ու ավելի կատաղում, բայց արդեն որպես պարտված գազան։ Իսկական հայրենական պատերազմ էր դա, երբ ազգը ոտքի է կանգնում մեկ մարմին առած, մեկ բռունցք դարձած եւ կարողանում է փշրել անգամ ամենահզոր հրեշի ժանիքները։ Շուշին փրկեցինք տասնամյակների գերեվարությունից, հաղթեցինք եւ խաղաղություն պարտադրեցինք ինքն իր անգիտության ձեռքը կրակն ընկած հարևանին։ Քաղաքակրթական հակամարտության առաջին մեծ ազդանշանն էր դա, որ ոմանք փորձեցին ներկայացնել որպես կրոնական առճակատում, ազգային ատելության բռնկում եւ այլն եւ այլն, բայց իրականում դա բացարձակապես հակադիր նժարներին գտնվող քաղաքակրթական արժեքների ընդհարում էր։ Մի կողմում ամբողջավարական նեյնիմներով կերակրվող արեստածին պետության ինքնահաստատման մարմաջ, մյուս կողմում պատմական հիշողությունը վերականգնած հնագույն ժողովրդի ոգեղեն զարթոնք։ Թշնամու խնդրանքով կնքվեց զինադադար։ Աշխարհն ինչպես միշտ սառնասիրտ ու պրագմատիկ հորդորներով փորձեց հավասարության նշան դնել չարի եւ բարու միջև, փորձեց հավասարակշռել անհավասար մեծությունները եւ հաշտության կոչել կողմերին։ Սկսվեց խաղաղությունը, որը պետք է տևեր ընդամենը 22 տարի։ Ապրիլյան քառորյա պատերազմի առաջին օրվանից Սփյուռքի հայությունը մեկ մարդու պես ոտքի ելավ եւ մեկ մարդու պես աննախադեպ նյութական ու բարոյական աջակցությամբ կանգնեց մեր զինվորի կողքին։ Այնուհետև իր հուշկու ձայնը բարձրացրեց աշխարհով մեկ եւ մարտադաշտում մղվող պայքարը շարունակեց մի այնպիսի քաղաքակրթական գրոհով թշնամու դեմ, որը միայն սկիզբ է մի մեծ ու շարունակական պայքարի։ Ամբողջ հասակով մեկ մարմինն առավ համահայկական միասնության երազանքը։ Հայեր միացեք, խոսք եւ երաժշտություն Գուսան Հայկազոնի երգում է Սևակ Ամրոյանը, երգը հնչում է Սփյուռքի մեր այն հայրենակիցների պատվին, ովքեր ապրիլյան դժվարին օրերին մեր զինվորի կողքին։ Հայեր միացեք
քաջերի հողը մեզ է սպասում Չորրորդ հրաձգային վաշտի հրամանատար 26-ամյա կապիտան Արմենակ Ուրֆանյանը զինված ուժերում ծառայում էր 2007 թվականից։ Ապրիլյան պատերազմում նա իր անձնակազմի հետ միասին երկար մարտի է բռնվում հակառակորդի հետ։ Թշնամու գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ է ուղարկում եւ միայնակ շարունակում մարտը, խոցելով 1 տանկ եւ մոտ 1 տասնյակ թշնամու զինվորի։ Վերջում մի քանի նռնակներ նետելով չի թողնում իրեն շրջապատեն եւ վերջին նռնակով իր հետ միասին պայթեցնում է հակառակորդի մոտեցող զինվորներին։ Արցախ, խոսք Վահան Անդրեասյանի, երաժշտությունը Արթուր Գրիգորյանի։ Երգում է Երգի պետական թատրոնի մենակատար Ռուսլանը։ Երգը հնչում է ապրիլյան քարորյա հերոսամարտերում ընկած բոլոր քաջերի պատվին։ Լուր է ու ամուր հույսը քո Լուր է ու խաղաղ չի թուլանում Գիտես դու միշտ օրը այն կգա Կձուլվես նորից մայր հողի Քեզանով նորից ծնվեցի Դու ես հայության հավատը Մոտ ենք իրար չենք զատվի երբեք հավեր Չի խախտվի կապը Արցախ, Արցախ, լույս ես ինձ համար Արցախ իմ սիրտ, քեզ սիրում եմ, քեզանով շնչում եմ Ես չեմ կարող բառերով ասել Եվ բառն է քիչ, հացես դու հոգուս համար Իմ սեր Արցախ Քո մայրերն են ինձ կերակրել Քո հայրերն են միշտ ուժ ներարկել ինձ Եվ սուտ չէ դա հավատում եմ ես Այսպես իմացյալ է անցել Արցախ Ես ինձ համար Արցախ իմ սիրտ Քեզ սիրում եմ, քեզանով շնչում եմ ես Չեմ կարող բառերով ասել Եվ բառն է քիչ հացես դու հոգուս համար
իմ սեր արցախ Կոմիտաս վարդապետ Հովնանյան։ Ուրախությունը մեկտեղված հպարտության մտորում ես, որ հաղթանակ կարող է ունենալ այն հավաքականությունը, որին չի պակասում հոգին միախառնված ոգուն, իմաստությունը միախառնված մտքին եւ արիությունը ամբողջացված քաջությամբ։ Այս մի քանի օրերի ընթացքում իրապես մեր սիրեցյալ քրոջ շուրթերից լսեցի այդ հուզիչ բարերը, թե իր զավակը, որ գահ էր պատրաստել իր համար, այսօր փառքի գահին է նստեցրել իրեն երկրում, որպիսի ինքը այդ գահին արժանանա երկնքի մեջ։ Ուրախանում ենք այսօր այստեղ, որովհետև քաջերը երբեք չեն մահանում, քաջերը երբեք չեն ծերանում, քաջերը գնում են, որպիսի քաջաբար դառնան ժառանգորդները հավիտենականության։ Ես ուրախ եմ, որ այսօր մայիսի 9-ի ոգին ճիշտ է մեզանից խլեց 300,000 40-ականներին, մեզանից խլեց Շուշիի հերոսամարտի նահատակներին, խլեց մեզանից 3 մեր հրաշալի զավակներին, բայց աշխարհին ապացուցեց մեկ բան. հային չես կարող հաղթել, եթե նա միասնական եւ միահամուռ է։ Ապրիլի առաջին օրերին մեր զինվորների սխրանքը անհնար է ավելի ճշգրիտ ներկայացնել, քան գրված է այս նամակում։ Սասուն Մկրտչյանի հերոսական նահատակությունից հետո ահա թե ինչ է գրել նրա սիրած աղջիկը։ Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ, կանգ է առնում ժամանակը։ Սիրելիս, իմ ժամանակը կանգ է առել ապրիլի 2-ից, երբ ասացիր, որ գնում ես։ Գրում եմ ու լսում քո ձայնը։ Դուխով Գոհար, դուխով, առաջ նայի, առաջ։ Բայց Սասունը ժամանակ չունեցավ առաջ նայելու, ժամանակս կանգ առավ, բայց միևնույն է, ես ուզում եմ զգալ քեզ, դիպչել քեզ, գրկել, կարոտում եմ քեզ։ Սասուն ջան, բոլորը պատմում, խոսում են քո մասին, գովեստի շատ ու շատ խոսքեր ասում։ Հերոսս։ Սկսած մեր երկրի նախագահից բոլորը խոնարհվեցին քո առաջ, իսկ ես խոնարհվում եմ քո ծնողների առաջ։ Դու մեծ ծնողների արժանի զավակ ես։ Սասուն, իմ ժամանակը կանգ առավ Ղարաբաղի սահմաններին, բայց կյանքիս ուղին շարունակվում է ձգվել դեպի Եռաբլուր, որը ժամանակից էլ վեր է։ Եռաբլուր, հեղինակ Գաշոտ Բեգոյան, երգում է Ռուդոլֆ Ղևոնդյանը, երգը հնչում է Եռաբլուրում ննջող հերոսների պատվին։ Հենց նորից է բլուրից ու երգում եմ ես նորից իմ այս երգս ոնց կտակ հայքաջերից հիշատակ հենց նորից է բլուրից Ամեն մեկդ մի բլուր ձեր հոգին է նուր է նուր ձեր հետևից եմ սուրում իստեղ պահել բլուրում ամեն մեկը մի բլուր
ձեր հետևից եմ սուրում իստեղ պահեք բլուրում տեղս պահեք բլուրում Ուշեմ պահել ուրիշին ու կռվել ենք մինչև մոտ ով ողջ մնաթող հիշի լրությամբ մեկ գետնի հույս չենք պահել ուրիշին ու կռվել ենք մինչև ով ողջ մնաթող հիշի լրությամբ գետնի ելնենք հարգանքով ոտքի անունը մեր սուրբ հավատքի ես ձեր կարոտն եմ կրում իստեղ պահեք բլուրում ելնենք հարգանքով ոտքի անունը մեր սուրբ հավատքի ես ձեր կարոտն եմ կրում իստեղ պահեք բլուրում տեղս պահեք բլուրում ամեն մեկդ մի բլուր ձեր հոգիները նուրերով ձեր հետևից եմ սուրում տեղս պահեք բլուրում ամեն մեկդ մի բլուր ձեր հոգիները նուրերով ձեր հետևից եմ սուրում իստեղ պահեք բլուրում տեղս պահեք բլուրում Արծրուն Հովանեսյան Անկեղծ ասած առանց արտասուքի դժվար էր լսել այս երգը շատ հուզված եմ եւ ես չգիտեմ էլ նույնիսկ ինչ խոսքեր ասել կուզեմ միայն մի բան ասեմ որ այս երգը լսելիս ակամայից հիշում եմ որ ընդամենը անցած տարի եմ դասավանդել Ալիկին 9-րդ պաշտպանական հրամանատարի տեղակալը մեր ընկերը եւ կարծես թե հենց այս պահն էր, այս րոպեներն էր, որ խոսում էինք այս իրավիճակների մասին, թե ով պիտի լինի հաջորդը եռաբլուրում, ով է հաջորդը հայոց զենքի փառքը Հավիտյան հասցնելու եւ այս պահին դալիճում նստած են իր հաջորդ կուրսը հրամանատարաշտաբային դասընթացների հաջորդ ներկայացուցիչները, նորից մեր սաները, մեր ընկերները, ում հետ բախտ եմ ունեցել նաեւ կուրսանտական տարիները ապրել եւ իրենք էլ են նույնքան հուզված եւ չեմ կասկածում որ նույն միտքն էր բոլորի մոտ չկա մի զինվորական չկա մի սպա որ այդ միտքը իր մեջ չի անցել որովհետեւ սա մեր հավերժ կռիվն է սա երևի թե ավարտ չունի որովհետեւ ցավոք մենք ապրում ենք մի տարածաշրջանում որտեղ մեր քաղաքակրթությունը չի համընկնում վայրենի ցեղերի հետ շնորհակալություն եւ ուրախ եմ որ այստեղ եմ նորից ուրախ եմ որ լսում եմ այս ոգեշնչող խոսքերը
Եվ հպարտ եմ, որ հայ եմ եւ կիսում եմ այդ նույն հողը, այդ նույն ջուրը, այդ նույն օդն եմ շնչում, ինչ շնչում են իմ հերոս եղբայրները։ Շնորհակալ եմ։ Նժդեհն ասում էր. ոմանք արևը միայն խավարման ժամանակ են նկատում։ Դա վերաբերում է մեր ամբողջ ժողովրդին, որը կարծես այսքան ժամանակ ապրիլյան օրերի պայթյունին էր սպասում։ Ադրբեջանական ապաշնոր ու բռնակալ առաջնորդն իր ինքնասիրահարված ավակ եղբոր հորդորով որոշեց վերջապես հաղթել մեզ եւ հարձակվեց Արցախի վրա։ Այո, արևը մի պահ խավարեց, եւ միայն այդ պահին մենք հոգու աչքով տեսանք նրան, արևը։ Եվ մենք վերստին գտանք մեր ներսում ճառակող արևը։ Վերագտանք մեր ոգին եւ փշրեցինք հակառակորդի բոլոր վարդագույն երազանքները։ Այդ քարորյա պատերազմը մի մեծ հայելի պահեց մեր առջև։ Նայեցինք հայելուն եւ տեսանք մեր իրական դեմքը։ Ինչ արտագաղթ, ինչ անմիաբանություն։ Մեկ վայրկյանում դարձանք ուրիշ, իսկ ուրիշը հենց մենք էինք, որ կայինք։ Պատերազմի հուրը մաքրեց մեր հոգիների վրա նստած ժանգը, միմյանց հրմշտելու, նյութին հետևից վազելու, ոսկե հորթեր կերտելու մեր մրցավազքը կանգ առավ։ Նայեցինք միմյանց եւ միմյանց մեջ տեսանք հարազատին, հայրենակցին, եղբորը։ Մեր պայծառ պատանիները ծանր մարտերից հետո մայրերին գրում էին. «Մամ ջան, տոլման դիր կրակին, շուտով գալիս ենք»։ Դպրոցական տղաները ինքնակամ զինկոմիսարիատ էին գնում, որ սահման մեկնեն։ Օտարության ճամփեն բռնած տղամարդիկ ինքնաթիռի տոմսերը հետ վերադարձրին, որ հայրենիք պաշտպանեն։ Լրագրողները դարձան մեկ միասնական համայնք եւ միմյանց հորդորեցին զինվորական կարգապահությամբ լուսաբանել պատերազմը։ Համասփյուր հայերը ոչ միայն զորակցություն հայտնեցին, այլև եկան ու կանգնեցին մեր զինվորի կողքին։ Երկրապահ ու կամավոր մեկ մարդու պես գնացին առաջնագից, զորավիկ լինելու իրենց զավակներին։ Բժիշկ ուսանողները հերթ կանգնեցին ճակատ մեկնելու։ Երիցս ճիշտ էր Նժդեհը, երբ ասում էր ապստամբ ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել։ Բայց Նժդեհը նաև ասում էր. մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա։ Մահվան առջև հավասարի պես կանգնեց մեր ժողովուրդը եւ մոտեցրեց հաղթությունը։ Բայց մնում է ամենադժվարին պատերազմը։ Պատերազմը մեր արատների, մեր անպատասխանատվության, ագահության, անտարբերության եւ նյութապաշտության դեմ։ Այդ դեպքում միայն հավասարի պես կկանգնենք նաեւ օրենքի առջև, ինչը կլինի այս մեծ հաղթանակի ամենափառավոր պսակը։ Այդ դեպքում միայն հայոց աշխարհի արևը հավերժ կշողա մեր հայրենիքի մաքուր երկնքում։ Երբ ժամկետային զինծառայող Նարեկ Մալխասյանը ընդամենը մի նռնականետով խոցեց թշնամու ուղղաթիռ, ամենափորձառու ռազմական փորձագետներն անգամ ապշած էին։ Նա տանկում է եղել, երբ 30-40 մետր հեռավորության վրա տեսել է ադրբեջանական ուղղաթիռը։ Արագ կողմնորոշվելով հանել է նռնականետն ու ուղղել դեպի նշանակետը։ Կրակոց եւ ուղղաթիռը գահավիժել է ցած։ Ահա ինչպես են կռվել տղաները Արցախի հողում։ Արցախի հողում խոսք Ավետ Բարսեղյանի, երաժշտությունը Արման Ղազարյանի։ Երգում է Շուշան Պետրոսյանը։ Երգը հնչում է ապրիլյան հերոսամարտում վիրավորված, բայց ողջ մնացած հերոս զինվորների պատվին։ Դու երազանք, որին հասանք, դու զանգ, որ նոր ուժով հնչեց, դու հայի հող, մեզ ուժ տվող, որ վերջապես ազատ շնչեց, մեր իրական, նվիրական, մեծ հաղթանակ երկար սպասված, մեր լեռնային, հարևային, կարոտի հող վերադարձած, Արցախի հողում, իմ հոգին շողում, ու հասնում են նոր վերերքի,
Արցախի հողում սիրտն է իմ դողում զգում եմ շունչը մեր տղերքի որ իրենց կյանքի ու արամ գնով վարեցին կրակն օջախի որը չի մարի քանի կանարի պաշտպաններ հողում Արցախի մեր պատմության հպարտության նոր էջերում գրված անուն քո հարազատ գրքում ազատ իմ զավակներն են մեծանում դուք երկու սիրտ ձեզ երկուսիդ ես իրարից չեմ տարբերում իմ Հայաստան ու իմ Արցախ ապրում եք իմ աղոթքներում Արցախի հողում իմ հոգին շողում ու հասնում է նոր վերելքի Արցախի հողում սիրտն է իմ դողում զգում եմ շունչը մեր տղերքի որ իրենց կյանքի ու արամ գնով վարեցին կրակն օջախի որը չի մարի քանի կանարի պաշտպաններ հողում Արցախի Արցախի հողում իմ հոգին շողում ու հասնում է նոր վերելքի Արցախի հողում սիրտն է իմ դողում զգում եմ շունչը մեր տղերքի որ իրենց կյանքի ու արամ գնով վարեցին կրակն օջախի որը չի մարի քանի կանարի պաշտպաններ հողում Արցախի Դուք երկու սիրտ ձեզ երկուսիդ ես իրարից չեմ տարբերում իմ Հայաստան դու իմ Արցախ ապրում եք իմ աղոթքներում Արթուր Սիմոնյան Այս քառօրյա պատերազմը եւ այս մեր հերթական հաղթանակը մեր ազգի համար շատ կարեւոր էր։ Ես պատկանում եմ այն սերնդի ներկայացուցիչներին, որոնք 90-ական թվականներին ապրեցին հաղթանակի բերկրանքը։ Եվ ես լինելով Մշեցու, Սասունցու թոռ, ինչպես մեր Թալինի շրջանում են ասում գաղթականի թոռ, ես ամեն անգամ հերթական բլուրը, հերթական տարածքը ազատագրելով կամ գրավելով անընդհատ մտքովս ասում էի, պապերիս ասում էի, ուրախացեք, ձեր վրեժը ինչ-որ չափով լուծվեց։ Այս փոքր պատերազմը հոգեբանորեն եւս մի ամբողջ սերնդի համար հոգեբանական առումով շատ կարևոր
հաղթանակ էր, որովհետև մանավանդ բանակի համար մեր սպայակազմի, հրամանատարական կազմի հաղթող բանակի ներկայացուցիչի հոգեբանությունը շատ կարևոր է։ Կարևոր է հետագա կյանքում մեր մարտական պատրաստությունը կատարելագործելու, մեր երկրի սահմանները ել ավելի պաշտպանված սարքելու համար։ Եվ ես իզուր չասացի, որ այս 18 տարեկան երեխեքը, որ մեր հերոսներին հերոստացույցով նայում ես, երբ որ պատմում են իրանց սխրանքը, ուշադրություն դարձրել եք, ինչ հանգիստ աչքեր ունեն, հպարտ կեցվածք ունեն, հաղթել են, հաղթողի հոգեբանությունն է հիմա իրանց մեջ իշխում։ Ու ես դրա համար եմ ցանկանում, որ այս տղաները մնան բանակում, շարունակեն ու այդ հաղթողի կեցվածքը, հաղթողի այդ հոգեբանական ուժը կամաց ներդնեն հաջորդ մեր սերունդների ներկայացուցիչների մեջ։ Փառք նորից մեր տղաներին։ Թշնամին դեռ երկար է գլուխ ջարդելու, որ հասկանա հայ զինվորի անպարտելի ոգու գաղտնիքը։ Չի էլ կարող հասկանալ, որովհետև ինչպես հասկանաս, ինչ է մտածում հրաբուխը ժայթքելիս, կամ ինչ են կայծակն ու որոտը, որն է դրանց բաղադրությունը։ Նա չի կարող ըմբռնել մի բան, որն իր մտավոր տեսադաշտից անդին է, բոլորովին այլ, հնամենի քաղաքակրթական տարածքում, որ գալիս է նախնյաց փառավոր պատգամներից եւ գնում հավերժություն։ Ինչպես կարող է հասկանալ անverջ խաբվող ականջներում սուտ ու կեղծիք խցկած եւ արհեստական պետության մեջ կույրի պես խարխափող բնակիչը, թե այդ ինչպես եւ ինչու են հայ հոգեվորականները խաչը կրծքից կախ, բայց զենքը ձեռքին գնում մարտի։ Հայ զինվորին խոսք եւ երաժշտություն Կոմիտաս Վարդապետ Հովնանյանի, Ավո Ադամյանի կատարմամբ երգը հնչում է առաջին անգամ որպես խոնարհում մեր զինվոր հոգեվորականներին։ Զինվոր հայոց բանակի քեզ քոչ է ուղղել զայնը սուրբ ազգի եղիր միշտ արթուն հողիդ պահապան որ խաղաղ ապրի աշխարհ Հայաստան իմ սիրով զինվոր հայոց բանակի քեզ քոչ է ուղղել զայնը սուրբ ազգի եղիր միշտ արթուն հողիդ պահապան որ խաղաղ ապրի աշխարհ Հայաստան, հայենք մենք եղբայր, հայենք մենք արի, հային է վայել, գործեր քաջարի, հեռու մեզանից վախ ու թուլություն, հայկյան նիզակով գործենք քաջություն, հայենք մենք եղբայր, հայենք մենք արի, հային է վայել, գործեր քաջարի, հեռու մեզանից վախ ու թուլություն, Հայկյան նիզակով գործենք քաջություն Ով պահապաններ, ով քաջ զինվորներ պատիվը ձեր տան արեք փարոսներ պաշտպանեք հողը կրոջն ու մորը որ լույսով բացվի հայոց սուրբ օրը Ով պահապաններ, ով քաջ զինվորներ պատիվը ձեր տան Արեք արոսներ, պաշտպանեք հողը, կրոջն ու մորը, որ լույսով բացվի հայոց սուրբ օրը։ Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի, հային է վայել, գործեր քաջարի, հեռու մեզանից վախ ու թուլություն Հայկյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի Հային է վայել, գործեր քաջարի Հեռու մեզանից վախ ու թուլություն Հայկյան նիզակով գործենք քաջություն Հայենք մենք եղբայր, հայենք մենք արի, հային է վայել, գործեր քաջարի, հեռու մեզանից վախ ու թուլություն, հայկյան նիզակով գործենք քաջություն,
Արթուր Ալեքսանյան։ Մայիս ամիսը մեր ժողովրդի մեջ ավանդաբար հաշվում է, գնահատվում է որպես հաղթանակների խորհրդանիշ, ներկայանում է որպես այդպիսին։ Չնայած մեր հրաշալի սերունդը այս ապրիլ ամսվա սկզբներին փորձեցին ապացուցել, որ մնացած ամիսները դրանից ոչ մի բանով չի տարբերվում, հատկապես ես երբեմն գտնում եմ, որ դա պատահականություն չի, որ հենց ապրիլ ամսին վերջապես փորձել են երևի ջնջել այդ ապրիլ ամսվա այդ խարանը, ապրիլի 24-ի հետ կապված, ու դա էլ դարձել են հաղթանակների ամիս ու հիշեցնում մեր ժողովրդին, որ այլևս մենք հաղթանակող ժողովուրդ ենք, այլևս երբեք որևէ մեկը չի կարող մեզ ստրուկ համարել եւ այդ ժամանակները վաղուց անցել են։ Այդ տղաները ապացուցեն դա։ Ես ուզում եմ այդպես մի գաղտնիք ասել, որ խոսում է նաեւ այդ տղաների ապրիլյան պատերազմի, քառօրյա, այսպես ասած, պատերազմի, թե երրորդյա պատերազմի այդ օրերին, որ իրանք էլ ինչ են ապացուցել են մեր ժողովրդի միասնությունը, կրկին անգամ ապացուցել են։ Այդ ապացույցը դեռևս հիմքերը դրան դրվել են ֆունդամենտը, ոնց որ դրվել են 94 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին, բայց պատերազմի ընթացքում երևացավ մեր ամբողջ ժողովրդի փյունիկի նման հառնելու, այսպես ասած, վարքագիծը։ Մի ամբողջ բռուցք են դարձել ակամա։ Միանգամից հառնել էին ու թուրքը այսքանը տեսավ ու նորից հաստատեցին Անատոլ Ֆրանսի այն միտքը, որ չի կարելի սպանել այն ժողովրդին, որը չի ուզում մեռնել։ Մենք չենք ուզում մեռնել, դեռ ավելին։ Այսպիսի հաղթանակների մայիս մենք շատ ենք ունենալու։ Բոլոր ամիսները, տարվա 12 ամիսները մեր այսօրվա տղաները ապացուցեն, որ դարձնելու են հաղթանակի ամիսներ։ Ես ուզում եմ օգտվել առիթից եւ նորից կրկին շնորհավորել մայիսյան այս բազմատոնը արդեն մեր ամբողջ ժողովրդին եւ հավաստիացնել, որ ամբողջ ժողովուրդը, մեր բանակի յուրաքանչյուր զինվոր դիրքում կանած, ես 10 օրով գտնում էի դիրքերում ապրիլյան օրերին ու ես տեսել եմ այդ զինվորի վիճակը, տեսել եմ ինչպիսին նա։ Քիչ առաջ ասացին աշկերի արտահայտության մասին, պարոն Սիմոնյանը, իրոք այդպիսին է, անհողդող են։ Ես զարմանում եմ, ես նախանձում եմ իրենց, բարի նախանձում եմ ես իրենց նայեմ, նրանք մեզ անցնելու են, արդեն իսկ անցել են, իրենցից ելնելու են ավելի շատ ավոններ, ավելի շատ բեկորներ, ավելի շատ թաթուլ կրպեաներ, ես դրանամ համոզված եմ, և հիմա պոստում կարած յուրաքանչյուր զինվոր, հենց այդպիսի վիճակում է գտնում, ես հավաստիացում եմ ամբողջ այս ժողովրդին, շնորհավորում մեր բազմատոնը կրկին անգամ։ Մեր ժողովրդի համար պատերազմը երբեք չի եղել նպատակ։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց ինչպես համոզվեց թշնամին, պատերազմել կարողանում ենք, եւ այն էլ ինչպես ենք կարողանում, նրանից որ շատ ավելի լավ հաստատ։ Մենք մեր հայրենիքում ապրում ենք հազարավոր տարիներ եւ լավ գիտենք, որ պատերազմի նպատակը կյանքի ու խաղաղության հաստատումն է, բայց գիտենք նաեւ, որ ավաղ աշխարհը հեռու է կատարյալ լինելուց, եւ ոմանք դեռևս հասկանում են միայն ուժի լեզուն։ Եթե նորից ոտք դնեն մեր տան շեմին, մենք նորից կխոսենք ուժի լեզվով, կխոսենք այնքան բարձր, որ նրանց բոլոր հրանոթների ձայնը մանկական պայթուցիչներ կհիշեցնեն։ Ափսոս միայն, որ մեր ընկած տղաները չեն տեսնի մեր երկրում հաստատված վերջնական խաղաղությունը։ Ուր եք տղաներ, խոսք Արամայիս Սահակյանի, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի, երգում է Սոնա Ռուբենյանը, երգը հնչում է մեր հայրենիքի պատվին։ Կյանքում կա արև ու լույս և սեր ու ծաղիկ, բայց նաև կա փուշ, մահ ու փոթորիկ, սրտում մեր գարուն է միշտ և սեր ու խայտակ, բայց նաև կա վիշտ, ցավ ու ահազակ, ուր եք տղաներ, Ինչու կյանքու սեր դարձան մահավեր ձեռքով դեմարդի Օ չենք թողնի վրվի մի նոր հրդեհ կրվի որ ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի Օ չենք թողնի վրվի մի նոր հրդեհ կրվի
Կան նրանք, որ մարդկանց համար կյանք են զոհել թանկ, ամեն տեղ համբույր ու սեր և բախտ ու հույսեր, բայց ամենը այս դուք չեք տեսնիլ, ուր եք տղաներ, որ ելանք մարդի, ինչու կյանք ու սեր դարձան մահավեր ձեռքով դեմարդի, օ չենք թողնի վարվի, մի նոր հրդեհ տրվի, որ ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի, օ չենք թողնի վարվի, մի նոր հրդեհ տրվի, որ ինչ եղավ ձեզ հետ մեզ հետ էլ կատարվի, տարարարապապապապայ, տարարարապապապեպայ, տարարարապտերապապայ, տարարարապապապապայ, տարարարապեպապապայ, տարարարապապապեպայ, տարարարապտերապապայ, տարարարապապապապայ. Կատյա Հայրապետյան։ Իմ հայ ժողովուրդ, ես պահել եմ իմ որդուն և հպարտ եմ, որ պահել եմ, մինակ իրան չեմ պահել, 7 հատ էլ պահում եմ, երբ որ իրան մայրը ուզեցավ իրան տանել Ռուսաստան, ինքը ուկրանացի է, իհարկե արունով հայ է, 5 տարեկան, ասեց տատի, լա ուշադիր նայի իմ աշկերի մեջ, հայ եմ, թե ուկրանացի, ասի հայ, ասեց ուրեմն ես պիտի մնամ Հայաստան, ծառայեմ, լավ մարդ դառնամ ու մնամ Հայաստանում որպես հայ։ Փետրվարի 4-ին դարավ 20 տարեկան, մարտի 19-ին դարավ զոհ, դարավ Հայաստանի հպարտ զինվոր։ Ես ոնց ասեմ, ցավալի է ինձ համար, բայց ուրախանում եմ, որ հայի համար է զոհվել։ Ուրախանում եմ, որ իմ որդին զոհվածին չի թույլ տվել, որ տանի, թուրքը չի թույլ տվել, վիրավոր, բայց զոհվել է իր անգերոջը հետ քաշելու ժամանակ։ Երբ որ ես պատերազմը սկսվեց ամսի 3-ին ես գնացի վայնկամատ, ասի խնդրում եմ ինձ ուղարկեք այնտեղը, որտեղ հիմա պատերազմը, կանեմ այն, ինչ որ արել է իմ տղան։ Թույլ չտվեցին, ասին դու գնա մյուս թորիդ պահի, որտեղ մյուս թորս Ղարաբաղում հիմա ծառայում է, դիրքերում, հիմա։ Ընկերս պատմում ես, որ վերջերս սրճարանում ականատես է եղել մի տեսարանի։ Իր հարևան սեղանի շուրջ ուսանող աղջիկներ են նստած եղել։ Մեկը ընկերուհուն ասել է. «Լսիր, բայց գիտես, որ թուրքերը 4-ից պակաս երեխա չեն ունենում, այդպես ոնց կլինի»։ Ընկերուհին պատասխանել է. «Սիրելիս, դա ոչ թե տեսական հարց է, այլ գործնական։ Տեսնում եք, որ մեր էպոսում ճիշտ է ասված, առյուծը առյուծ է, էք լինի թե որց։ Տղաներ, սթափվենք, ինչպես տեսնում եք, գնդակը մեր կիսադաշտում է, եւ եթե գործնականում մեր ընտանիքներում գոնե 3 եւ ավելի երեխաներ ծնվեն, դա մեր ձեռքին բոլոր սմերչներից 1000 անգամ ավելի հզոր զենք կլինի։ Ոգեղեն երկերի շարան, Զարթիր Լաո, Հելի Գևորգ, Արծիվ Սլացիր եւ հպարտ գնացեք։ Բեմում են Սեթրակ Պապյանը, Արման Խաչատրյանը եւ Վիգեն Ահարոնյանը։ Երգը հնչում է մեր մեծ ժողովրդի պատվին։ Զարթիր լաո մռնիմ քզի Սուլթան կուզե ջնջել մզի Զարթիր լաո մռնիմ քզի Խեղճ մշեցին մեր ավլալով Օտար երկրներ մանգալով Խեղճ մշեցին մեր ավլալով Օտար երկրներ մանգալով Մեր աթուրքի մարդ գտնալով Զարթիր լաո մռնիմ քզի Մեր աթուրքի
Շամփեքը փուշե Վերգած գևորք վերգած արդեն շատ ուշ է Կազմենք նոր խմբեր Երթակ բուժսասուն Թուրքի զորքի մեջ մենք գցենք վայնասուն Ելիր գևորք ելիր դուշմանը շատ է Հայոց ազգի համար մերնելը թարք է Ելիր գևորք ելիր դուշմանը շատ է Հայոց ազգի համար գրվելը թարք է Արսիհիվ սլասիր տաչկա Հայաստան Կնա դու հասիր Էրզերում ուվան Արսիհիվ սլասիր տաչկա Հայաստան Կնա դու հասիր Էրզերում ուվան Կնա դու ասա որ կգանք զորքով Ուղտեր են կարել խաչով ու սերով Կնա դու ասա որ կգանք զորքով Ուղտեր են կարել խաչով ու սերով Պատերազմ են գնում, բարով գնացել Պարտանի այումն է ձեր մեջ իմացել Նոր կազմավորված հայոց բանակի Առաջին զինվորն եք հպար գնացել Նոր կազմավորված հայոց բանակի Առաջին զինվորն եք հպար գնացել Ինչքան էլ որ դժվար լինի Բաղկոտն ամեն օր է մերնում իմացել Հաջերը մեկ անգամ պարքով իմացել Հողը արյունով են պահում իմացել Հաջերը մեկ անգամ պարքով իմացել Հողը արյունով են պահում իմացել Շատ են պարկով մեծ հաղթանակներ Նեղանք ու հաղթական բարով գնացել Այժմ շատ են պարկով մեծ հաղթանակներ Նեղանք ու հաղթական բարով գնացել Ինչ անել որ դժվար լինի դիմացել Բաղկոտն ամեն օր է մերնում իմացել Հաջերը մեկ անգամ պարկով իմացել Հաջերը մեկ անգամ պարքով իմացել Հողը արյունով են պահում դիմացել Հողը արյունով են պահում Արտյոմ Հովհաննիսյանը ուզում է արտասանել իր ավագ եղբայրների համար, որոնք կանգնած են այսօր սահմանին։ Ես հայկական հին բանակն եմ, Տիգրան մեծի հաղթանակն եմ, ուղեմ առե հայքի նետից, Արարատից, Մարգետից, ես որքանին այնքան նոր եմ, ես զորավար, ես զինվոր եմ, ես կռվել եմ, որպես ռազմիկ, թեև մարտերում տարակազմիկ, ես անցել եմ տարերաթաթ, ավարարից սարդարապատ, զորեղությամբ իմ լինուվի մտել
Տեսել եմ ես Բերլին Շուշի, ես իմ ոգով անվարան եմ, Դավիթն, Արտուրն ու Արանեմ, որոնք իրենց վերդերում են, Արցախի թեր դիրքերում են, ես հայկական, նոր բանակն եմ, Արցախան մեծ հաղթանակն եմ, հաղթանակած հպարտուվեց Հովանեսյան Արտեմն եմ ես։ Հաղորդումը սկսեցի 10-ամյա վերհուշով, թե ինչպես նկարահանվեց Արցախյան պատերազմի մասին պատմող ֆիլմը։ Այնտեղ մի տեսարան կար, երբ հերոսը գնում է վերջին ու վճռական մարտին, չգիտե կվերադառնա թե ոչ։ Եվ հրաժեշտ է տալիս իրաց աղջկան։ Այնքան սեր ու հույզեր են կուտակվել տղայի սրտում, բայց ընդամենը 2 բառ է ասում. մի վախեցիր։ Այս հերոսական օրերի բարձունքից, երբ հիշում եմ այս դրվագը, մտածում եմ, իսկ ինչից էր փորձում նա պաշտպանել աղջկան եւ ինչու էր պահանջում չվախենալ։ Բոլորդ էլ հիշում եք, այդ տարիներին մեր բանակը ձևավորվում էր պատերազմի կրակների մեջ, դեռ նա պիտի հաղթեր եւ հաստատեր իր գոյությունը։ Եվ մտածում եմ, իսկ ինչ կասեր նա, եթե մի քանի տարի անց նկարահանվեր ֆիլմը եւ պատմեր մերօրյա հերոսի մասին։ Երևի դարձյալ նույնը կասեր, բայց այսպես. մենք ունենք աշխարհի ամենահզոր բանակը եւ ես անպայման կվերադառնամ, մի վախեցիր։ Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստաընկերության եթերում երկերկոցն էր ավանդական դարձած մայիսյան եռատոնի հայրենական մեծ պատերազմում նվաճած հաղթանակի, Շուշիի փառապանծ ազատագրման եւ Արցախի հաղթական բանակի ստեղծման առիթով եւ հաղթական երգերով։ Փառք հերոսներին, փառք հայոց բանակին։ Կեցցե հայ ժողովուրդ։